Մեզ ոնց երևում է ցեղասպանությունն էլ դաշ չեղավ։ Մեր գլխին ինչ օին դնում են, ասում են ոչ, ասում ենք ոչինչ։ Ոչինչ, էդ էլ գլխներովս կանցնի, պրոբլեմ չկա։ Ինչքան պետք է մենք այս ձևով անզգուշ ապրելով, ռիսկի տակ դնելով մեր ժողովրդի գոյությունը ապրենք, անպատասխանատու որոշումներով, անպատասխանատու իշխանություններով, այս մեր մոտեցումը երբ է փոխվելու։ Ասենք օրինակ Նիկոլը չէր հասկանում, որ ինքը հանձնելով Արցախը հանձնում է նաև Հայաստանը։ Ինքը չէր հասկանում, որ Արցախը մարսելով Ալիևի ախորժակը բարձրանում է, զգում է, որ Հայաստանում բանակ չկա ու նորից պատրաստվում է հաջորդ պատերազմին։ Ավելի լավ չէր Նիկոլը նորմալ զենք գներ, Ռուսաստանի հետ նորմալ բանակցեր, ստեղ պատերազմը թող ձգվեր, ենթադրենք մի 3 ամիս, բայց կլներ ասենք ոչ ոքի, ոչ թե պարտություն 44 օրում։ Չէ որ դա Ալիևին տվեց շանս, որ ինքը մեր վրա ձեռք թափ տա, բռունցք թափ տա։ Այդ ամեն ինչը դժվար էր հասկանալը։ Այդ կրթություններ կապ չունի, որ Նիկոլը կրթված չի, 4 կուրս է գնացել համալսարան։ Կարա լինի երեխա, որը մենակ դպրոց է գնացել, բայց ավելի լավ հասկանա Նիկոլից։ Այնպես որ մենք մեծ խնդիր ունենք։ Մեզ Նիկոլը ձեռ չի տալիս։ Այս հարցը պետք է շտապ մտածել, լուծել, որտեղ դա այդ ճանապարհը, Նիկոլի ճանապարհը մեզ տանում է դեպի փակուղի։ Իրա մոտ ախր ոչինչ չի ստացվում, ընդհանրապես ոչինչ։ Նա դատապարտված է անհաջողության, նա դատապարտված է կործանման։